Շնորհակալություն եմ հայտնում։ Սա նաև քաղաքացիների մտահոգությունն եմ ես փոխանցում, հարցնում են դիցուք դուք ընտրվել եք, ձեր ուժը ընտրվել է, կամ ընդդիմությունը միասնականորեն հնարավորությունը վերցրել է, բայց կա ինագուրացիային հասնելու շրջանը, իսկ այդ շրջանում իշխանությունը դեռևս ենթարկում է այն մարդուն, որ իշխանության ղեկին է, մանավանդ մեր պարագայում մենք չգիտենք մեր ոստիկանությունը ԱԾ-ն ինչպես կդրսևորեն իրենց։ Այս ընթացքի համար դուք արդեն թիմային աշխատանք, պլաններ եւ անձամբ դուք առաջնորդելու եք այս process-ները, մինչեւ որ կգա համացանությունը։ Նաեւ ամբողջ ռիսկերը հաշվառելով եւ հակառակը, եթե դուք չեք ընտրվում եւ այդուհանդերձ ադրբեջանցիները ավելի ուժգին այս վերադարձի, իբր վերադարձի քաղաքականությունը սկսում են իրագործել լքերով։ Դուք որպես ընդդիմադիր եւ քաղաքական գործիչ շարունակելու եք առաջնորդել եւ դիմադրել եւ ինչպես եք պատկերացնում այդ դիմադրությունը, որով կխանգարեք կամ կկանխեք ադրբեջանցիների քաղաքականության իրագործումը վերադարձի քաղաքականության։ Վերջի հարցին պատասխանեմ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, մեր հասարակությունը ամեն ինչ պետք է անի, որ այս փոփոխությունը լինի ու այս Հայաստանում իշխանությունը փոփոխվի դրա արդյունքում կանգնեցնելով այս process-ը։ Դրա արդյունքում մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը ամենաէֆեկտիվ ձևով։ Դրա համար պայքար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին թույլ էր տրվել զենք գնել Ամերիկայից, իսկ հայերին գիտեք նույն կետով ինչ էր թույլ տրվել։ Ոստիկանական աջակցություն։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայից ստացել է ոստիկաններին աջակցություն, ադրբեջանցիները ստացել են զենք գնելու իրավունք բանակի։ Դուք պատկերացրեք իրենց բանակցային հմտությունների գագաթնակետերը նայեք։ Ստրատեգիական հարցերը լուծելով դիցը նաև դրա համագործակցի երկրների հետ կապված եւ այստեղ էլ կարող է լինել բանակցային դիրքավորում։ Մենք մեր հասարակության լեգիտիմ իրավունքների պաշտպանությունը ամբողջությամբ ստանձնելու ենք։ Հաղթանակից հետո որևէ մեկը ոչ լեգիտիմ յուրաքանչյուր քայլ Հայաստանում ստանալու է հասարակության հեշտակի պատասխանը։ Քաոս չլինելու, լինելու է լեգիտիմ անցում։ Եթե լեգիտիմությունը կորցրած իշխանությունը փորձի ինչ-որ բան անի, նա ստանալու է հաջորդի պատասխանը Երևանյան փողոցը միշտ իր խոսքը սիրուն ասել է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։